նախանձի մասին էի ուզում խոսալ, որ ինչքան կարևոր է, որ մենք հասկանանք նախանձը, որ շատ մեծ վտանգ է հավատացյալի կյանքում։ Աստծո խոսքից ես ուզում եմ կարդալ Գաղատացիս 5:19. Արդ մարմնի գործերը հայտնի են, որոնք են շնություն, բորնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ կամ հակառակություններ, երկպարակություններ, բաժանումներ, չար նայվածներ, մարդասպանություններ, գինովություններ, անառակություններ եւ ինչ որ ասոնց նման են, զոր հիմիկվան ես ձեզի կսեմ, ինչպես առաջվան ալ կսեր, որ այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն։ Այդպես է թե չէ, եղբայրներ քուրեր։ Էսի գրված ավետարանի մեջ, սա ես չեմ ասում։ Մարմնի պտուղները, եւ այս պտուղների մեջ ես այսօր ուզում եմ խոսամ նախանձի մասին։ Փաստորեն, տեսեք, եղբայրներ քուրեր, մենք շատ բաներ կարող ենք անել, մենք կարող ենք քարոզել, երգել, փառաբանել, այցելել, աղոթել մարդիկ բժշկվեն, բայց շատ կարևոր հարցեր, մարմնավոր մենք չուզենանք բժշկել մեր մեջ։ Նախանձը շատերն են խոսում, որ այս մարդը նախանձեց, այս մարդը ինչ նախանձ մարդը չի, ասում են, այս քույրիկը կամ այս եղբայրը կամ հարևանը, այ մարդ էս ինչ նախանձ մարդը։ Բայց ես ուզում եմ մի հատ այդ հարցը ինձ ուղղեմ, ու ինձ էսի օգնում է։ Ես ուզում եմ ինձ ավետարանով նայեմ, այդ որն է, որ ասենք իմ մեջ պիտի նախանձ առաջացնի։ Եղբայրներ քուրեր, նախ ուզում եմ հասկանանք, նախանձը ինքը անբավարարված վիճակ է։ Էսի ես այդպես հասկացել եմ։ Չի բավարարվում։ Ինչ որ մի բան մարդու մեջ չի բավարարվում։ Ուզում է չի ունենում, չի գրված է, չէ, պատերազմներ ինչից է, որ ուզում են, հաճնում են, չունեն։ Ինչ որ մի բան իր մեջ պակաս է։ Եղբայրներ քուրեր, Ծննդոց գլխի մեջ 4-րդ գլուխն եմ ես ուզում կարդամ։ Ասում է 3-րդ խոսքը, ասում է Աստված սավ գետինը ձգեց այն, անիկա գետինը ձգեց եւ օծ եղավ։ Սա Ելից 4-ի 3-րդ գլուխն եմ կարդում, հետո Ծննդոց։ Տեսեք, Աստված ասեց եւ անիկա արեց եւ ինչ որ ասեց կատարվեց։ Հիմա կարդանք Ծննդոց 4-րդ գլուխը 3-րդ խոսքը։ Էլի Աստված ասում է. Բերեք, զոհ բերեք։ Ասում է թե չի ասում։ Բերել ենք այսօր։ Ամեն մարդ իր չափով, իր եղածով, իր հավատքով բերել է։ Բայց եղբայրը շատ լավ ասեց. դու քո բերածին մի նայի, դու քո սրտի նայի, ում ես բերել եւ ինչ սրտով ես բերել։ Առաջին նախանձը երկրի վրա որտեղ մենք տեսանք։ Կայենը, չէ։ Իր հարազատ եղբայրներ։ Այո, լավ, Կայեն ջան, ինչի սպանեցիր քո եղբորը։ Տեսեք, նախանձը կարա ինչ անի, կարող է սպանի։ Եվ 4-րդ գլխի մեջ ես կարդում եմ այդ հետևյալ տեղերը, որ ասում է. ժամանակ մը հետո Կայենը երկրի պտուղեն Տերոջ ընծաբերավ եւ Աբել ինքն ալ ոչխարներուն անդրանիկներն եւ անոց պարատ բերավ։ Տերը Աբելին եւ անոր ընծան նայեց, բայց Կայենի ընծան չնայեց։ Եղբայրը մի քիչ առաջ ասում է, մարդն է մտածում, ասում է, ուր է իմ բերածը, ուր է իմ դրածը, վերջը սենց։ Բայց ով է նայում բերածին։ Սա շատ կարևոր է։ Պարզ գրած է եղբայրներ քուրեր։ Ժամանակը հետո Կայեն երկրի պտուղը Տերոջ ընծա բերավ։ Այդ օրն էր, ընծայի օրն էր, միգուցե բերքի տոնն էր, միգուցե ինչ որ մի օր էր, ավետարանն ասում է, որ ինքը Ադամը դաստիարակել էր իր երեխաներին Աստծուն ընծա բերեն։ Այդպես է, չէ՞։ Հիմա եկեղեցին մեզ սովորացնում է Տիրոջը գոհության աղոթ բարձրացնել, շնորհակալության աղոթ բարձրացնել։ Եվ այսօր այդ ժամն է եկել, որ մենք
ինչ որ մի բան ուզում ենք անել Տիրոջ առաջ, բայց շատ կարևոր է Տեր, ինչպիսի սրտով եմ ես եկել քո առաջ, դու Տիրոջը նայ սիրելի հոգի, դու մարդին մի նայ, մարդը կարող է քեզի խաչնել բարձրացնի, եղբայրներ քուրեր, եւ մենք կարող ենք օրինակ մյուս տեղներ նայենք, շատ տեղեր կա, օրինակ հիշում եք Հակոբի որդիների պատմությունը, եթե 37 ծննդոց 37-րդ գլխի մեջ է գրված, ասում է անոր եղբայրները ասին անոր իրավցնե մեր վրա պիտի թագավորես կամ իրավցնե մեր վրա պիտի տիրես, այ հետաքրքիր բան է, չէ՞։ Հակոբի տղաներն էին, հիմա Հովսեփն է, ձեր աղբերն է, Աստծուց բան առե, շնորհք հաստացե, ուրախանամ թե տխրեմ։ Ասենք այս ինչ եղբայրը Տեր օրհնի, լավ շնորհքով գործում է, քարոզում է, այս ինչ քուրիկը լավ երգում է, այս ինչ տատիկը լավ աղոթում է, վերջը։ Ես ուրախանամ թե տխրեմ, եթե մի բարի բան տեսնում եմ եկեղեցու մեջ, ինչ որ մեկի միջոցով կատարվում է։ Քնած չի, հակառակորդը քնած չի եղբայրներ քուրեր, մենք չենք զգում, բայց մարդու բնությունը այդ հին մեղքի բնությունը, որը կոչվում է նախանց, մի կետն եմ ընդամենը ասում, բայց տեսեք ինչքան կետեր գաղատացի մեջ ասվեց։ Չարնայված, կախարդություն, վերջապես անարակություն, գողություն, բայց նախանձը մի քանի համարներ կա, չէ, ասում է ինչ կանի, ոսկորներն եք փտասնի։ Փաստորեն քեզ է վնաս։ Հիմա տեսեք ավետարանի մեջ մենք կարդում ենք, որ Հակոբի տղաները մի տեսակ չկարողացան իրանց հարազատ եղբորը լսել եւ ուրախանալ։ Ընդամենը երազ էր տեսել, Աստված բան էր ցույց տվել։ Սիրելի հոգի, ում համար է ցույց տվել։ Կատարվեց թե չկատարվեց եղածը։ Գիտեք, խնդիրը նա չի, որ կկատարվի թե չի կատարվի, խնդիրը նա է, որ Աստված ուզում է, որպեսզի մենք յուրաքանչյուրս դրա մեջ բժշկվենք։ Ասում է անոր երազներուն եւ խոսքերուն համար ավելի ատեցին նրան։ Չետաքրքիր է։ Փաստորեն նախանձը տանում է ուր ատելության եղբայրներ քուրեր։ Տեսեք, կարող է Աստծո առաջ քո համար եղբայրը աղոթի, հոգ տանի, վերջապես ծառայություն անի եկեղեցում, բայց դու չգնահատես։ Եվ չգնահատելով, բացի որ չես գնահատում, բացի որ դու չես ընդունում, դու մի մոռացի, որ դրան հետևանք կա։ Որն է դա։ Ատելությունը։ Քո մեջ կծնվի ատելություն։ Նախանձը իրոք տանում ատելության եղբայրներ քուրեր։ Իսկ ավետարանն ինչ ասում, ատող եղբայրը ուր է գնում։ Եղբոր ատողը ուղիղ գնում է գեհենի կրակը։ Տեսեք, ինչքան մեծ փորձություն ունենք այդ 6000 տարիների մեջ, որ ինքը ուզում է, որպեսի մեզի թուլացնի, մոլորացնի, որպեսի մարդը իրականում չկարողանա աչքերը հոգու բացի եւ տեսնի, որ այդ անոթը Աստծո անոթն է։ Ժողովուրդ ջան, զարմանալի չլինի, այսօր մայրը նախանձում է իր տղային։ Կամ տղան նախանձում է իր ծնողին, կամ քրոջը, կամ եղբայրը, ընտանիքի մեջ։ Ես նորություն չեմ ասում եղբայրներ քուրեր։ Շատ բաժանումներ կա ընտանիքներում, որ եւ իրոք լինում է, որ եղբայրները գնում են, հոգ են տանում, զրուցում են, պարզվում է, որ զույգերի, երիտասարդ զույգերի կյանքում, որ անհաշտություն է, ծնողի կողմից է, նախանձում է, որ իր տղան, ասենք, հարսի հետ, այդպես ավելի քաղցր, ավելի ջերմ է, քան իր հետ։ Վերջապես դե լինում են, ասենք, հարցեր, խոստովանություններ, բժշկություններ, ճիշտ է, բայց այդ նախանձը որտեղից է գալիս։ Նախանձում է իր եղբորը, որ այն մյուս եղբոր հետ ավելի մտերիմ է, վատ ազգում։
Եվ շատ օրինակներ կարող են բերեմ։ Եվ դու պետք է այսօր ես ու դու քննենք մեր անձերը։ Ես ոնց անեմ, որ հասկանամ իմ սրտի մեջ նախանձը բժշկված է։ Առաջի Թագավորաց 18-րդ գլուխը շատ հայտնի տեղ է, ես շատ եմ սիրում այս տեղը, երբ որ Սավուղի տղան, հիշում եք Հովնաթանը, ինչքան սիրով է վերաբերվում ում դեմ Դավիթի, չէ՞, բայց իր հայրը Սավուղը թագավոր էր եւ ժառանգությունում պետք է գար Դավիթին թե իրան։ Եղբայրներ քուրեր, սա մի հրաշալի դիպված կա, որտեղ երևում է մարդի անկեղծ հավատքը Աստծո վրա, ոչ թե ժամանակավոր փառքի վրա։ Քիչ բան չի, թագավորություն է։ Այսօր մենք մի փոքրիկ, ասենք, հարցի մեջ ենք վիճվում, սանտիմների մեջ ենք վիճվում, չգիտեմ ինչերի մեջ ենք իրար դեմ դուրս գալիս, բայց թագավորություն պիտի ժառանգեր, բայց Հովնաթան ասում է իր անձի պես սիրեց նրան։ Եվ դրա համար անգամ հայրը որպես հայր ասեց ես ճշմարտության կողմը պիտի կանգնեմ։ Ինձ պետք չէ այդ փառքը, այդ թագավորությունը, ինձ պետք է օրհնությունը։ Եղբայրներ քուրեր, բայց ես ուզում եմ խոսանք 8 խոսքի վրա, 8 համարի վրա, 18-ի 8-ը, որ սա Հովնաթանի կողմն էր, որ ինքը նախանձից ազատագրված մարդ է, փառք Աստծուն։ Այս վիճակն է, որ կարող այն զուգես ապացուցի, որ մենք ազատված ենք նախանձից։ Երբ որ դու քո փառքի, քո օգուտի մեջ, ինչպես Հովսեփը չէ, եւ ինչպես հենց ինքը Մովսեսը։ Ինչ ասում է Եգիպտոսի փարավոնի հարստությունը, փառքը չընտրեց, հապա ինչ ընտրեց։ Ընտրեց Աստծո տունը, Աստծո ժողովուրդը։ Եղբայրներ քուրեր, այո, ամենամեծ մեղքի հիմքը դա գրված է ինչն է, արծաթասիրությունն է։ Արծաթասիրության պակասության դեպքում, շատ խնդիրների պակասության դեպքում, անբավարար վիճակի դեպքում առաջանում է նախանձը։ Նախանձը կա մարդի կյանքի մեջ։ Մեղքի բնությունն է։ Կայենից մենք հասկացանք, որ մեղքի առաջի պտուղը ինչն էր, նախանձը։ Երկիր մոլորակի վրա մեղքի առաջի պտուղը դա արտահայտվեց նախանձի միջոցով։ Եվ ամբողջ աշխարհի աչք այսօր փակում է սատանան, որ մարդկությունը այդ մեղքի պտուղը մոռանա, ասի դե բաներ եղավ, անցավ գնաց, ոչ եղբայրներ քուրեր։ Մի քիչ առաջ կարդացին Գաղատացի մեջ ասում է նման վիճակը ուր չի մտնի, հավիտենական կյանք չի մտնի, բա ում է պետք էս իմ տարիների չարչարանքը, հավատքը, պաշտամունքը, քարոզը, երգը, փառաբանությունը, եթե ես պետքա մի խնդիր ունենամ մարմնի մեջ, որը զորանում է եւ հոգեվորապես ես տկարանում եմ։ Բայց ինչ ասում Աստծո խոսքը։ Հոգով քայլեցեք, որպես ինչ անեք, սպանեք մարմնի գործերը։ Այո, այստեղ ես հասկանում եմ, որ հոգով քայլելու հիմնական հարցը ավետարանն է։ Հավատաս Աստծո ամեն մի խոսքին։ Եվ տեսեք ինչ տեղ ունեցավ 8-րդ խոսքի մեջ։ Ասում է, երբ որ խոսացին չէ, հազարավորները, բյուրավորները, տարբերություն դրվավ թե չէ։ Բայց ճիշտ է թե սխալ է։ Ճիշտ է, չէ, ժողովուրդ ինչ արխը, քուրերը փառաբանում էին, ասում էին, Սավուղ, դու մեր թագավորն ես, շատ լավն ես, քեզի 1000, բայց Դավիթին բյուրավոր, որտեվ Դավիթը քեզի փրկեց Սավուղ։ Հիմա ես ուրախանամ, որ իմ եղբայրը ինձ փրկում է, թե վատս գամ։ Ես ուրախանամ, որ մի եղբայր, մի քույր, ինչ որ միտեղ ծառայություն անում եւ օրհնություն ա լինում այդտեղ, ես ուրախանամ, թե ասեմ քույրիկին կոպիտ ասած ցածրացնեմ, փնովեմ եղբորը, չթողեմ, որ այդ անձը սրտանց ծառայի։ Եվ ընտանիքում եւ ամեն տեղ սա կա։ Եվ տեսեք, երբ որ հազարավորի, բյուրավորի հարց առաջավ, Սաղուղի մեջ ինչ առաջացավ։
Ասում է, իս Դավիթին բուրավոր 8 խոսքն ասում է, Սավուղը խիստ բարկացավ եւ այս խոսքին համար դժգոհեցավ եւ ըսավ։ Տեսեք, դժգոհություն է գալիս, անբավարար վիճակ։ Ախր ես պիտի բուրավորը լինեի, ոչ թե հազարավոր։ Հազարավորը վատ ախի։ Հազարավորն էլ շատ օրհնել է։ Այսինքն ժողովուրդը ճիշտ գնահատական է տալիս։ Առավել Աստված ինչպիսի նուրբ եւ օրհնյալ գնահատական պիտի տա ինձ ու քեզ սիրելիքի։ Մաքուր է թե ոչ։ Եվ եթե այսօր Աստված քո ապրածի չափով է քեզ օրհնում, դու մի տրտնջա, այլ կյանքդ փոխի։ Գիտեք, ասում են ինչի սենց է, ինչի այս դժվարությունը, ինչի այս ամեն ինչը, ինչի սենց եղավ մյուսի կյանքում, իմ կյանքում չեղավ, դա հարց է, չէ՞ մի հատ դիր քո առաջ։ Եվ ավետարանը քեզ կասի ինչի։ Հայտնություն։ Հիշի որտեղից ընկար, չէ՞, գրված է։ Եվ կկանգնես, եւ ես քեզ կկանգնացնեմ։ Բայց հիշի, այսինքն հետ գնա, զղջա, խոստովանվի, դարձի արի։ Ավետարանը սա է ինձ ու քեզ սովորացնում, եղբայրներ, քուրեր։ Ուրիշ բան չկա, որ մենք կարողանանք ազատագրվենք։ Եվ Սավուղի մոտ տեսեք առաջացավ դժգոհություն։ Եվ ինքը վատ զգաց, երբ որ իրան փառքը 1000 էին տալիս, ոչ թե բուրավոր։ Եվ տեսեք, ասում է, հազարավորներ ինձի տվին, հիմա թագավորություն է, ուրիշ ինչ պակաս մնաց անոր։ Արդեն մտածում է, եթե բուրավորը տվին, հեսա թագավորությունը կտան իրան։ Այ Սավուղ ջան, մի օր առաջ քեզի պիտի սպանեին, տես չէր, քեզ պիտի սպանեին, զորքը պիտի ջարդեր, Գողիաթը, վերջը, ստրուկության գնայք, գերության գնայք։ Հիմա դու փրկվել ես Դավիթի միջոցով, ինչ որ մի անձի միջոցով, եւ այսօր ես ու դու փրկվել ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, փառավորվի իր անունը։ Այդ մեղքից, այդ Գողիաթի հարվածներից, անեծքից ազատագրվել ենք եղբայրներ, քուրեր, եւ Հիսուսին մենք չենք կարողանում գնահատել եւ ընդունել որպես Տեր ու Փրկիչ։ Այսօր աշխարհի վիճակը սա է։ Հիսուսի անուն տասեն մարդիկ մի տեսակ իմիջալոց են նայում։ Եղբայրներ, քուրեր, հիշեք, այս մարմինը մի օր պետք է գնա, բայց հոգին հավիտյան է։ Եվ այդ հոգին այսօր Աստված ինձ ու քեզ վստահել է, դրել է քո մեջ եւ ասում է Ռոմիկ, այդ հոգին ընենց արա, որ նորից իմ մոտ գա։ Եվ ոնց պիտի ես անեմ, ասում է քո ապրած կյանքով, քո հոգով զորանալով, մարմնին սպանելով։ Ոնց կարող է այսօր Սավուղը ասում է, տեսեք, եւ ավելի վտանգավոր բաների մասին եմ ուզում կարդամ, որ ասում է ոչ թե մենակ թագավորության մասին է խոսում, ասում է, ինչ պակաս մնաց նրան արդեն թագավորություն պիտի լինի, այն օրեն սկսյալ Աստված ծուր աշկով ինչ արեց։ Ծուր աշկով էր Սավուղը նայում Դավիթին։ Աստված հետո շարունակության մեջ շատ պարզ ասում է ինչ եղավ։ Սավուղի վրա Աստծուց մեջ չար ոգի եկավ։ Տեսեք հետևանքները։ Նախանձի հետևանքը։ Սկսում է չարաշկով նայել, սկսում արդեն դատել, չսիրել, չներել, հիշի, դրա հաջորդը հակառակորդ պիտի քեզ մոտիկ անա։ Ուզես թե չուզես, սա գրված է ավետարանի մեջ։ Եղբայրներ, քուրեր, թող Աստված օրհնի մեզ։ Ես առակացի մեջ էլ մի տեղ եմ ուզում կարդամ, ուղղակի այս համարները այդպես արագ ասեմ, մենք հետո ընթացքում կնայենք մեր տան մեջ։ Առակաց 14-րդ գլուխ 30 խոսքը։ Սա արդեն խոսում է հետևանքների մասին։ Շատ օրինակներ կա, չեմ ուզում բարձրացնեմ, ծավալվեմ, բայց հետևանք ունի նախանձը, թե չունի։ Առակաց 14-30 ասում է հանդարտ սիրտը մարմինին ինչն է, կյանքն է, հանդարտ, խաղաղ, ով արեց, ոնց արեց, ինչ արեց, հանդարտ է ինքը ասում է այն։ Բայց ասում է նախանձը ոսկորներին փտություն է։ Սա իրականություն է, թե ոչ։ Այսինքն ես այսպես եմ հասկանում, նախանձը ոչ թե ոսկորներին է փտություն,
կոնկրետ սա բժշկական կենտրոնով եմ ասում, ես շատ ասենք եղել է, որ բժիշկների հետ խոսացել եմ, ասում եմ մենք չենք հասկանում մարդու մոտ ոնց կարա այսինչ հիվանդություն առաջանա, բայց ես համարի հետ եմ կապում եղբայրներ քուրեր, շատ հիվանդություններ կարա լինի նախանձից, գիտեք նախանձ ինքը ունի այդ ուժը, որ մարմնին, եթե գրած ոսկորները կփտի, ոսկորը կփտի, հա շաքարել կունենան, ճշմել կունենան, ամեն ինչ է կլինի, եղբայրներ քուրեր, շատ բժիշկներ իրոք ռենտգեն են անում, ասում են չենք հասկանում, այս հիվանդությունը միամիտ ոնց այս մարդ առողջ մարդ է, բայց երբ որ եղբայրները գնում են հիվանդանոցներ, օրինակ ես որ դեռ Ֆրանսիա չէի գնացել, ստեղ ենք ասենք քանակեր զեյթունում այդ սրտաբանական կար միշտ բժիշկները մեզի կանչում էին մենք այդպես որպես Գեդեոնի գրքեր բաժանողներ, այդպես ասեն գնում ենք եւ Աստծո խոսք ենք խոսում, շատ հիվանդներ, որ խոստովանվում էին իրանց ռակից, իրանց որոշ հիվանդություններից, հիմքը նախանձներ։ Շատերի մեջ այո նախանձից ազատագրվում էին եւ շատերն է բժշկում են, գիտեք եղբայրներ քուրեր։ Անկեղծ խոստովանությունից հետո շատ մեծ բժշկություններ ա եղել։ Թող Աստված օրհնի, որ այսօր մենք այդ հետևանքների մասին մտածենք։ Հիմա ասենք ես այս ամեն ինչը մենք գիտենք, հասկանում ենք, բայց լավ ոնց անենք, որ մենք հաղթենք։ Ասենք այդ վիճակը կա, չէ՞, ասենք ես ուզում եմ հաղթեմ, ոնց անեմ։ Գոհացող սիրտ մեզ պետք է, թե չէ։ Այո, եղբայրներ քուրեր։ Ասում է առաջի Տիմոթեոս 6:6-ը, ասում է գոհացող սիրտ ունեցեք։ Գոհացող սիրտ։ Գիտես, գոհացող սիրտը դա տանում է Աստծուն։ Եթե ես Աստծուն չճանաչեմ, ես չեմ կարող գոհացող սիրտ ունենալ։ Մենք շատ ենք լսել, ամեն ինչ կա, տունը, տեղը, վերջը, ճաշը, ուտելիքը, ծառաներ են ովքեր կպտտվում։ Կինը դժգոհ է։ Դժգոհ։ Ամուսինն ասում է, լավ, քեզ ինչ անեմ, որ դու գոհ լինես։ Ամեն ինչ կա։ Ասում է, տենց օրինակներ շատ ալնում, օրինակ մեր հարևան ասում է, հավատացյալ ընտանիք են։ Տենց չի որ ասեն քո նման ունեն, ծառաներ, սա օրը տանջվում է այս քուրիկը, չարչարում, բայց ասում է, երբ ես տենամ, ուրախ է այդ մարդու սիրտը, այդ ընտանիք ասում է, ուրախ, խաղաղ, ասում է, այդ ինչ ունեն իրանք, որ այդից ուրախ են։ Ասում է, այդ ինչ տամ քեզ, որ դու ուրախանաս։ Ինչ պետք է տա։ Չգոհացող մարդուն ինչ պետք է տաս։ Ինչ էլ տաս, տրտնջալու է։ Այս ինչ կեղտոտ բացես, դա այս ինչ բանա լվացք մեքենա է, ամենալավն է տնես, կներեք քուրե ջան, էսի ես ոչ մեկի նկատի չունեմ, եղբայրներն էլ են այդպես, այնպես չի որ քուրի։ Ասենք, դժգոհամ ես ինչ քուրիկ է, այս ինչ կինա, վերջը դու ես ինչ կինա ես, պետք է սենց անեցնել, եղբայրներ քուրեր։ Ես հասկացել եմ, ինչքան ես տրտնջամ, իմ խնդրեմն է։ Որպեսզի իմ ընտանիքում կինն էլ բարձր լինի, երեխան էլ բարձր լինի, ես պետք է գնահատեմ, ոչ թե պահանջեմ։ Դե արի պահանջի, Հիսուս Քրիստոս մեզանից պահանջեց, մեզանից օրինակ ինչ է պահանջել։ Հիսուսն ասեց ինձ նման եղեք, որ ինչ եմ, հեզ ու սրտով խոնար, ուրիշ բան չասեց։ Ընդամենը ինձ պետք է ես հասկանամ հեզություն եւ սրտի խոնարհություն եղբայրներ քուրեր։ Եվ Հռոմեացիս 12:15-ն եմ ուզում կարդալ ժողովուրդ ջան։ Ընդհանրապես ասում է, չէ, որ նեղության, դժվարության մեջ են հեշտ է գնալ նստել, այնպես մարդը մի բան է կորցրել, չգիտեմ, վնասվել է կամ մեքենա ջարդեն, այնպես վայ ախպեր ջան, այսի լավ բան չէ բան։ Բայց որ մի հատ մեկի մոտ հաջողություն կա։ Կարաս են սրտանց գնաս ասես, վայ, Հիսուս շատ, Տեր օրհնի քեզ ախպերս, քուրս, այս ինչ լավ է, այս ինչ հաջողության մեջ ես։ Ուրախացողների հետ հեշտ է ուրախանալը։ Այո, մաքուր սիրտ ունեցողի համար հեշտ է։ Եվ սա Հռոմեացիս 12:15-ն ասում է, խնդացողների հետ խնդացեք, լացողների հետ լացեք։ Եղբայրներ քուրեր, նախանձը թույլ չի տալիս մարդուն, որ ուրախացողի հետ ուրախանա։ Էս էլ եմ ուզում ասել։ Թույլ չի տա։ Էս ինչ էր, էս ոնց եղավ, էս վերջ ես հաջողությունը կամ էս ինչ լավ օրհնյալ, վերջը ամեն չեմ ուզում ուղղակի մանրամասնել։ Բայց իմ համար
Ես սա հասկացել եմ։ Եվ առաջի Կորինթացիս տեղ կարդանք, աղոթքով գանք Տիրոջ առաջ, եղբայրներ, քույրեր, իրոք այսօր ասենք շատ բաներ ենք մենք խոսում, շատ բաներ ենք ասում, եղբայրներ, քույրեր, բայց շատ կարևոր է մարմնավոր գործերից ազատվեք։ Աղոթքի կյանք ապրում ես, թե ոչ։ Ես ինձ եմ հարց տալի, դու քեզ հարց տուր։ Արթնանում ենք ժողովուրդ ջան, մարմնի տկարության համար մենք աղոթում ենք, թե ոչ։ Մենք ասենք, չէ, գոհացող սիրտ, որը տանում է Քրիստոսին, իսկ Քրիստոս քեզ ասում է աղոթք արա, ավետարանը կարդա, ես ուզում եմ քո հետ խոսամ։ Աստված, ասում ես Աստված ջան, խոսա ինձ մի բան ասա, բայց գիրքը չես կարդում։ Երբ որ դու գիրքը կարդաս, գիրքը շատ օրինալ բացատրում է։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ, որ ամբողջությամբ խոսում է սիրո մասին։ Բայց 4-րդ խոսքն եմ ուզում կարդամ, որ ասում է սերը երկայնամիտ է, քաղցր է եւ սերը չի նախանձում։ Գրածա թե չէ։ Փաստորեն ես այս համարը դրեցի իմ առաջ, իրականում եղբայրներ քուրեր, եւ հասկացա շատ կարեւոր լուծում նախանձից ազատվելու համար։ Ընդունում եք սա թե ոչ։ Պարզ գրած է, սերը երկայնամիտ է, շատ կարևոր է սա, սերը չի նախանձում, սերը ինքը քաղցր բան է։ Փաստորեն Քրիստոսը սերն է, իր անունը փառավորվի, այդպես է թե ոչ։ Եվ այդ սերը ինքը քաղցր է, եւ ինքը չի նախանձում, բայց մարդկանց մեջ այսօր հակառակորդը բերում է, դնում է, որ մենք չհավատանք, որ ինքը չի նախանձում, այլ կասկածենք մեր եղբոր քրոջ վրա եւ մտածենք, որ Աստված իրան ավելի շատ է սիրում, քան թե ինձ։ Այդպես բան չկա, եղբայրներ քույրեր։ Աստված անաչառ Աստված է։ Եվ պարզ գրված է, սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռազանում, չի հպարտանում եւ շարունակում է։ Թող Աստված օրհնի մեզ, եղբայրներ քույրեր։ Իրոք մեր կյանքում շատ հարցեր կան, շատ խնդիրներ կան, բայց իմ հորդորն այսօրվա, այն ինչ որ մենք անում ենք, բերում ենք Տիրոջ առաջ, թող լինի սրտի անկեղծ հավատքով, որ ես քո առաջ եմ գալի Տեր։ Միգուցե Հիսուս ինչ ասեց, ով շատ լումակցեց, հիշում եք այդ առակը։ Այն թոշակառուն, չէ, որ փերվա իր թոշակից, իր եղածից, ասենք, ամբողջներ որներ, բայց այն մեկ ասենք, միգուցե մի 1000 եվրո էր դրել, դոլար էր դրել, բայց ինքը դրել էր խոսքի $10 կամ $5, բայց Հիսուսը ասեց, այս կինը ամենաշատը դրեց։ Քուրեր եղբայրներ, այս աշխարհի մեջ երբեք ֆիզիկապես մի նայեք, ասում արտաքին երևցածով մի դատեք, մի նայեք, չափավորեք մարմնավոր ձևով, չափավորեք հոգևոր ձևով։ Հոգին ինչպես է գալի Աստծո առաջ։ Իմ համար սա շատ կարևոր է։ Եկեք աղոթենք, որ մեր չափանիշը հոգու ապաշխարությունը լինի, որ սպանենք մարմնի բոլոր գործերը, նախանձ կլինի, վեճ կլինի, հակառակություն կլինի։ Հենց հիմա ես ասում եմ, դու ասա, Հիսուս քո ոտքերի առաջ եմ բերում, իմ մարմնի բոլոր գործերը, հատկապես նախանձը, քանդի, հավատա, Հիսուս կարա քանդի, թե ոչ։ Այո, Սուրբ Հոգին կարող է քանդել։